Տնտեսական պատմությունը բազմիցս ապացուցել է, մեծ ու ազդեցիկ շուկաների հարևանությամբ ապրող փոքր պետությունները վաղ թե ուշ կանգնում են նույն երկընտրանքի առաջ։ Խորը տասնամյակներով ձևավորված առևտրային կապերը մեկ խոշոր գործընկերոջ հետ սկզբում թվում են հարմարավետություն, բայց ժամանակի ընթացքում վերածվում են տնտեսական կախվածության։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր հայկական արտահանման շուկայում, տարիներ առաջ հաղթահարել է Մոլդովան։ Մի երկիր, որի տնտեսության կարևոր ճյուղերից մեկը գինեգործությունն ու բրենդի արտադրությունը ամբողջությամբ կապված էր ռուսական շուկայի հետ, մինչև որ հասունացավ տնտեսական ճգնաժամը։ Ինչպես է հնարավոր կոտրել կախվածության շղթան եւ ինչ է հուշում մոլդովական փորձը Հայաստանին։ Թեման ուսումնասիրել է Access վերլուծական կենտրոնը։ Մեր տարածաշրջանում, որ Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների մեջ խնդիրների են բախվել, ըստ էության երկու երկիր են, որ այդպես շատ ցայտուն օրինակ են։ Մեկը Մոլդովան է, մյուսը Վրաստանն է։ Մոլդովան, որտեղ տնտեսությունը մեծապես հիմնված էր գինու եւ բրենդի արտադրության վրա, Ռուսաստանի կողմից ենթարկվեց ուղղակի էմբարգոների, Ռուսաստանը թույլ չէր տալի, որպեսզի այդ արտադրանքը արտանվեր, եթե համեմատելու լինենք 2005-2004 թվականներին իրենց շուկայի, ճնշող մեծամասնություն, ինչպես ներկայումս Հայաստանում այդ ապրանքների գծով պատկանում է Ռուսաստանին, այսինքն Մոլդովայից արտանվում է Ռուսաստան, բայց բախվելով այդ իրավիճակին Մոլդովան որոշակի փորձ կուտակեց, որը նաև ուսանելի է մեր համար։ Ճգնաժամի պահին Մոլդովային օգնության հասավ Եվրոպական միությունը, այդ երկրի առաջ բացելով իր շուկան։ Սա նույն գործիքակազմն է, որն այսօր քննարկվում է Հայաստանի պարագայում, այսպես կոչված ինքնավար կամ արտոնյալ առևտրի պայմանները։ Այսինքն Հայաստանից արտանվող ապրանքները ԵՄ-ում ներմուծման մաքսատուրքից ազատված կլինեն կամ 0% կկիրառվի։ Սա ըստ էության Մոլդովայի դեպքում կիրառվել է։ Մոլդովան այսօր որ նայում ենք բավականին լուրջ արտահանում ունի գինու մասով դեպի ԵՄ երկրներ, Ռումինիա, Լեհաստան, մի շատ կարևոր քայլ են նաև իրանք ձեռնարկել սկանդինավյան երկրների մասով, որտեղ ալկոհոլի շուկան մոնոպոլացված է, այսինքն պետությունն է մոնոպոլ ձևով այդ գնումները կազմակերպում եւ նաև վաճառք իրականացում ազգային բնակչությանը, այդտեղ մասնավորի հետ սերտ համագործակցությամբ իրենք կարողացել են պայմանավորություններ ձեռք բերել, որ այդ մոնոպոլիաները իրանք տենդերներ են հայտարարում մոլդովական գինու ձեռքբերման շուրջ եւ կարողանում են ըստ էության վաճառքներ իրականացնել։ Ես կարծում եմ այստեղ եւս մեր կառավարությունը քայլեր ունի ձեռնարկելու։ Բայց արդյոք միայն պետական բանակցությունները բավարար են հայկական արտադրանքի մուտքը եվրոպական բարդ ու պահանջկոտ շուկա ապահովելու համար։ Միջազգային առևտրի մասնագետները փաստում են, Հայաստանը ժամանակին բաց է թողել խոր եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի հնարավորությունը։ 2010-ին մեր երկիրը Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ զուգահեռ բանակցում էր Եվրամիության հետ։ Բայց ձեզ հայտնի 2013 թվականի հայտարարությունը, երբ Հայաստանը որոշում կայացրեց միանալ Ռուսաստան, Ղազախստան, Բելարուսի հետ մաքսային միությանը, դա անհնարին դարձրեց այս ուրեմն խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրումը Եվրամիության կողմից, ուստի եւ Հայաստանը չօգտվեց այդ համաձայնագրից։ Այդ համաձայնագիրը փաստորեն դա ազատ առևտրի հնարավորություն էր տալիս մաքսատուրք որոշ ապրանքների համար զրոյանում են, մյուսների համար նվազում են։ Հայաստանում արտադրված սննդամթերքի էական մասը արտահանվում է Ռուսաստան։ Գյուղմթերքի խմիչքի դեպքում մինչև անգամ 90%-ը, նշում է Made by Armenians կազմակերպության նախագահ Արամ Արությանը։ Ղազախստանում, Բուլղարիայում վերջին շրջանում ցուցահանդեսներ են կազմակերպել։ Հայկական բիզնեսը հնարավորություն է ունեցել ներկայացնելու իր արտադրանքը եւ գործընկերներ գտնելու։ Բայց այս պահին մեկ այլ արագ լուծման տարբերակ են տեսնում, որի կապակցությամբ դիմել են նաեւ երկրի բարձրաստիճան պաշտոնատար անձանց։ Առաջերտին պետք է շատ արագ ցուցահանդես կազմակերպեն գոնե հուլիսին։ Միջազգային ցուցահանդես, այդ դեպքում պետությունը ծախսերը վերցնում է իր վրա ավիատոմս, հյուրանոց, սնունդ, տաղավարների բանը, ասենք Մերիդիանում կամ մարզահամալիրում, դրա երկրորդ կետը այս րոպեին լուծելու, այդ մարդիկ, որ գալիս են եւ հիմա զուգահեռ պետք է աշխատանքներ տարվեն, որ գոնե միջազգային ցանցերից մի քանիսում Հայաստան ունենա իր տաղավար ապրանքների։ Այդ ժամանակ մենք արագ քննարկենք, որ ապրանքները, որ կատեգորիան, որ ֆիրման ուրա գնալու։ Այս րոպեի հարցերը լուծելու համար խոսքը վերաբերում։
Զուգահեռ առաջարկվել է նաև Բուլղարիայում կարգո հաբ հիմնել, որտեղ մեր արտադրողները կներկայացնեն իրենց ապրանքները։ Բացի լոգիստիկայից, բիզնեսն այսօր ունի մեկ այլ տեղեկատվական պատնեշ։ Փոքր ու միջին ձեռնարկությունները հաճախ պարզապես չգիտեն ինչպես մտնել եվրոպական շուկա։ Էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսական եւ վերամշակված արտադրանքի Եվրոպական միության շուկա արտահանման վերաբերյալ գործնական ուղեցույց է հրապարակել, որի միջոցով արտադրողներն ու արտահանողները այդտեղ կարող են կողմնորոշվել, որտեղից սկսել եւ ինչ անել։ Բեկն էլ վերջերս գործարկել է Exim տեղեկատվական հարթակը, նախատեսված արտահանողների եւ ներմուծողների համար։ Այստեղ էլ մեկտեղում հավաքված են մաքսային բոլոր ընթացակարգերը, օրենսդրությունից ու պահանջվող փաստաթղթերից մինչև հստակ ժամկետներ ու հնարավոր սահմանափակումներ։ Թվային այս ուղեցույցը թույլ է տալիս տնտեսվարողներին ծանոթանալ հայտարարագրման առանձնահատկություններին, սակագներին ու վճարման եղանակներին, զգալիորեն պարզեցնելով եվրոպական ու այլընտրանքային շուկաներ տանող ճանապարհը։ Քննարկումներ կա, որ եվրոպական շուկան շատ բարդ շուկա է, բայց ու դժվար կլինի մուտք գործել, բայց հեճուկս այդ բոլոր պնդումների ես ասում եմ, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ այսօր Հայաստանից Եվրամիություն նախորդ տարիներին ողջ բոլոր այդ տարիների ընթացքում, ոչ միայն այսօր է դա տեղ ունենում, այլ նաև անցած տարիների ընթացքում է տեղ ունենում, եւ գյուղմթերքը արտահանվում եւ ավելի բարդ, օրինակ տերմոստատներ են, հա, Հայաստանից գնում Եվրամիության զարգացած ուրեմն երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, սա շատ հաջողված օրինակ է, որ ինժեներական լուծումներով հավելյալ արժեք ունեցող արտադրանքը արտահանվում է Եվրոպական միություն։ Էլ չեմ խոսում, որ պարզ արտադրանքը ինչպիսին է գյուղմթերքը, որը շատ պահանջներ չի նախատեսում Եվրոպական միության կողմից։ Մոլդովայի փորձն ուսումնասիրած վերլուծական կենտրոնի ղեկավարի կարծիքով Հայաստանի վիճակը Մոլդովայի հետ համադրելի է, բայց չպետք է սպասել, որ խնդրի լուծումը 1-2 տարվա ընթացքում կլինի։ Կարևորը, որ բիզնեսն ակտիվ լինի։ Փորձ ցուցատալի, որ դրա համար մոտավորապես 5-ից 10 տարի ժամանակ անհրաժեշտ է։ Այլ բանա, որ մենք 5-ից 10 տարի սպասելու ժամանակ չունենք, սրանք երկու, այսպես ասած, հնարավորություններ են։ Հիմա պետքա ուղղակի ջանքերը ուղղել ամբողջական, եթե մենք այսօր խոսում ենք դիվերսիֆիկացիայի մասին, մենք պետքա դրա մասին մտածենք 2-3 տարի առաջ։ Ես նաև պետք է խոսեմ արտահանման ռազմավարական ծրագրի մասին, որը ընդունվեց 2025 թվականի հուլիսի 31-ին, եւ ըստ էության մինչեւ հիմա գործուն քայլեր չեն իրականացվել այդ ուղղությամբ։ Չպետք է կենտրոնանալ մեկ սեզոնի մեկ ապրանքի խնդրի վրա, կարծում է Կարեն Ազարյանը, հավելելով, դրանով նեղացվում է գլխավոր խնդիրը։ Եվրոպական միությունում կա հարթակ, որը տնտեսվարողներին կարող է օգնել ճիշտ կողմնորոշման հարցում։ Եվրոպական հանձնաժողովն է կառավարում այդ հարթակը, access to market-ը կոչվում։ Եթե տնտեսվարողը ուզում է մուտք գործել եվրոպական շուկա, պետք է հաշվի առնի նաև ինչքանով է մրցակցային իր արտադրանքը, տեսնի նաև ավելացված արժեքի հարկը ինչքան է, եւ այդ հարթակում կարող եք տեսնել։ Նաև կարող է տեսնել, թե տվյալ երկիր, որը ցանկանում է արտահանել, Հայաստանը նախկինում Հայաստանից արտահանում եղել է թե ոչ, անգամ կարող է տեսնել ինչ արժեքով է եղել այդ արտահանումը եւ ինչ քանակությամբ։ Հայաստանի խոշոր արտադրողները դեպի Եվրոպա, ԱՄՆ եւ այլ երկրներ արտահանում իրականացնում են։ Հիմնական հարցն ըստ Արամարությանի փոքր ու միջին բիզնեսին է վերաբերում, որոնք եվրոպական շուկա մտնելու խնդիր ունեն։ Ես սենց կասեմ, ոչ մի վախենալու բան չկա, դա շատ կամ հավասար ենք իրանցը դարձը, կամ շատ քիչ դերություններ կան։ Միանշանակ ասեմ, էլ որոնք բանի կապված են ընդհանուր տեխնիկական լուծումների հետ, այսինքն դա ինչ որ տեսեք, Ծիրանը Ֆրանսիայում 3 անալիզ ա։ Մնացած տեղերը նորմալ է, հա, ասենք հայկական սննդի անվտանգության ֆիտոսերտիֆիկատը անցնում է, Ֆրանսիան պահանջում է 3 անալիզ։ Հա, դրանցից երկուսի լաբորատորիան կա, մեկը չկա, օրինակ համար Հայաստանում։ Ինֆորմացիայով տենց այլ, այսինքն այս բաներ կան, որ ընթացքում լուծվում են։ Բոլորը ուզում են աշխատեն, հուսալի շուկա ունենան բնականաբար։ Պետությունը այս րոպեին որոշակի ունի աջակցության ծրագրեր, դա վերաբերում է սերտիֆիկատների ստացմանը, դա վերաբերում է ուրեմն մաքսազերծման գումարներին, հիմա արդեն որոշակի փոխհատուցվում է նաև բերքի բանի տեսակետից։ Բելգիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Չեխիա, Հունաստան, Լիտվա գինեգործությամբ զբաղվող հայկական ընկերություններից մեկի ներկայացուցիչն իրենց արտահանման շուկաներն է ներկայացնում։ Ճիշտ է, առաջի խոշոր շուկան մեր եղել է Ռուսաստանը, որպես ներմուծող, բայց ժամանակի ընթացքում մենք արդեն փորձել ենք տարբեր շուկաներ, 4 մայրցամաքներում ներկա է մեր գինները, հատկապես Եվրոպայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Բայց եւ այնպես իրականությունը նաև որ վերջի մի քանի տարիներին ավելի շատ փորձում ենք ավելի դիվերսիֆիկացնել մեր արտահանման շուկաները, հատկապես դեպի զարգացած
երկրներ, այսինքն զարգացած գինեսեր հասարակություն ունեցող երկրներ, հատկապես Եվրոմիություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ու հետագայում ինչու՞ չէ նաև ասիական որոշ զարգացած երկրներ։ Ոչ միայն գինու, այլև ցանկացած ապրանքատեսակի համար պետք է դիվերսիֆիկացում, եւ այս առումով գինու դեսպանի կարծիքով եվրոպական ստանդարտները շատ կարևոր է պահպանել, բարձր նշաձող սահմանել, որ այլ շուկաներում եւս հարթ լինի։ Շատ կարևոր է ձգտել առավելագույնս դեպի եվրոպական բարձր որակ։ Գինու որակի ցուցանիշն է առաջի նախապայմանը, որ դա ընդունվի եւ սպառվի Եվրոմիությունում, որովհետեւ մտնի շուկա եւ վաճառվի։ Որովհետեւ ճիշտ է, Եվրոպայի բազմաթիվ երկրներում մենք ունենք հայկական համայնքներ, բայց դա հայ համայնքի վրա ապավինվելը հերիք չի։ Այնտեղ շուկան շատ ավելի մեծ է եւ հայ համայնքները այդքան էլ գինեսեր չեն։ Այնպես որ շատ կարեւոր է որ մեր հայկական գինին լինի անշուշտ հայկական գինեգործական ավանդույթներով անշուշտ պատրաստված, բայց ունենալով եվրոպական չափանիշեր, որակ առաջի հերթին, որակ եւ բարձր որակ։ Միրանյանի խոսքով որակից զատ կարևոր է նաև գինը, որ մրցունակ լինենք։ Այս շրջանում Հայկ Ասպանյանը հաճելիորեն զարմացած է թե կառավարության, թե Եվրոպական միության արագ արձագանքից, քանի որ օրերի ընթացքում աջակցության ծրագրեր մեկնարկեցին, ինչը կարճաժամկետում կարող է օգնել։ Ինչ վերաբերում ավելի երկարաժամկետ, ես կարծում եմ, որ այստեղ պետք է մենք խոսենք արժեշտային զարգացման մասին, որտեղ կգան միջազգային մասնագիտացված ընկերություններ, որոնք կարող են մթերել գյուղատնտեսական ապրանքը մեր գյուղացիական տնտեսություններից, համապատասխան ապրանքային տեսք ապահովել, փաթեթավորել, արկղերը ապահովել եւ արդեն իրենց լոգիստիկ կապուղիներով արտահանել իրացման շուկաներ։ Պետությունը կարող է տալ գործիքներ, բայց գլխավոր քայլը պետք է անի մասնավոր հատվածը։ Տնտեսագիտական վերլուծություններն ու միջազգային փորձը փաստում են, շուկայի դիվերսիֆիկացիան անվտանգության կարևոր նախապայման է։ Նիկոլայ Ավետիսյան, Արման Թովմասյան, Սեյրան Անտոնյան եւ Գևորգ Նահապետյան, Կիրակ Նորյալ լուրեր։